բարի լույս, հայ մաղջիկ։ Մենք վեր ենք ացել օրը մեզ մոտ կիրակի ու գնում ենք հայկական դպրոց։ Հետո արդեն շարունակությունը կհասկանանք ինչ ենք անելու, թեպետ որ դասեր ունենք, դժվար թե կարողանանք ինչ-որ այլ բաներ անել, կիրակի է մի փոքր պատրաստվել վաղվան, շաբաթվան, համենայն դեպս դեռ գնում ենք դասի, հետո պարզ կլինի։ Սիրելիներս, մենք արդեն տան ենք, եկանք տուն, այստեղ արագ երեխաներին սպագեցի եմ պատրաստել, տոմատի մածուկ, այսինքն սոուս կարակ, մի փոքր ձիթայուղ եմ դրել վրան, այսպես, հավի փափկամիս ունենք տապակած դա երեխաներին, այստեղ էլ հարիսան է եփում, սովորաբար մաման հարիսան պատրաստում է ձավարարը վանում, միսը դնում ու ընդհանրապես չի խառնում, ինքն իրենով եփվում է, եթե խառնեց, ապա հատակը կպչում է, իսկ եթե ոչ, ապա այսպես իր համար հանգիստ եփվում է։ Ահա, այսպես։ Այստեղ էլ պիցայի խմոր եմ պատրաստել, որովհետև վստահ եմ երեխաները չեն ուտելու։ 10 րոպե ինչ դրեցի խմորը հասունանա։ Մաման ասում է պիլմենիներ պատրաստենք, խմորը անեմ, բայց թարմ կանանչի չունենք, ասաց ես կգնամ։ Կանանչին, որովհետև սոխի սխտորի հետ հարում, հետո ավելացնում եմ համեմունքները, այս բային չկա, մինչև կանանչին, որտեղ թարմ կանանչին այն էլ մաղադանոսը շատ համեղ է փոխանցում։ Սիրելիներս, մի գործից մյուս գործի ստեղծեցի, բայց դե որ ես խոհանոցում եմ լինում, սիրում եմ ինչ-որ բան անել։ Այստեղ ինչ եմ պատրաստում, մի փոքր կարտոֆիլը եփի, կարտոֆիլով այն ամենապարզ համեղ աղցանը։ Կարծում եմ շատերդ գիտեք կարտոֆիլը։ Խաշում ենք այնքան, որ փափուկ լինի, բայց ոչ այսպես շատ փափուկ ստացվի։ Ու համեմում ենք թարմ սոխով, կիսալուսնաձև կտրատված 4 ռեհանով, 4 ցիտրոնով, մի փոքր քացախ ենք լցնում, շատ քիչ։ Կարմիր պղպեղ, սև պղպեղ և ձիթայուղ։ Աղը նույնպես ըստ ճաշակի, տեսեք, այստեղ պատրաստել եմ բաղադրիչները, հիմա կարտոֆիլը կջրքամեմ, 5 րոպե կթողնեմ, որպեսզի այդ տաք օդը դուրս գա և կավելացնեմ այստեղ, որպեսզի սոխը չխաշվի, հա, սիրում եմ, որ այսպես մի փոքր խրթխրթան է ստացվում սոխը, սա այսպես։ Այստեղ դեռ հարիսան եփվում է, երեխաները իրենց հացի։ Այստեղ էլ միչուկն եմ պատրաստել, միսը դեռ սառչած է, թող նա ինքնինով ետ կգա շտապելու տեղ չունի ղեաշ միսը, ուրեմն մեկ գլուխ մեծ սոխ եմ դրել, 5-6 ատամիկ սխտոր, հարել եմ հարիչի օգնությամբ, ավելացրել եմ համեմունքներից միայն կարմիր քաղցր պղպեղ և սև պղպեղ ու չորացրած սամին։ Աղ ըստ ճաշակի, հիմա սա կխառնեմ, կթողնեմ մի կողմ, կգնամ խանութ թարմ կանանչին կգնեմ կգամ, կհարեմ մաղադանոս, հա, կհարեմ կավելացնեմ մեջը և հիմա մոռացել էի ձիթայուղը մի փոքր դնեմ, որովհետև իմ մենու միչուկը պետք է այսպես հյութեղ լինի, ինչպես նաև խինկալին երկուսն էլ, ահա, այսպես։ Հիմա սա կթողնենք թող իրենով ետ դառնա, այդ ընթացքում ես ու մաման մի հատ սուրճ կխմենք, մի փոքր կհանգստանամ, կգնամ ավելի ճիշտ խանութ, բանջարեղեն է հարկավոր ու ելակ եմ, հա, ուզում եթե լինի, հիմա այս շրջանում ելակի շրջան է, բայց բավականին թանկ է, ելակը գնեմ, որտեղ գոնե երեխաները դա ուտում են, գոնե Վիկտորիասել է ուտում, մի փոքր շաքարավազ եմ անում, ուտում եմ, այսպես թողում նա ինքն իրենով ետ կգա, ասա ծածկեմ ու ասում սիրահարի մաղջիկներ, եկեք համեցեք միասին սուրճ խմենք, դուք վլոգը կվայելեք, չմոռանաք նաև բաժանորդագրվել, ես էլ մամայի հետ մի փոքր կզրուցեմ, մամային մոտ 1 ժամ հանգիստ եմ տվել, Էրիկի հետ հեռուստացույց է դիտում, ես էլ այստեղ գործերս ամենը վերջացնեմ
Ես էլ մի փոքր կանգնեմ, հետո պետք է գնանք մեր նոր բնակարան, այնտեղ մի փոքր անելիքներ կանենք։ Դուք էլ մեզ սիրելիներս, այսօր այնքան լավ արևոտ ջերմոր է, ընդհանրապես սուրճ չէ, այսպես ջինսե բաճկոն էի հագել, անգամ ձմեռային հաստ կուրտկա չի հագել ու ընդհանրապես կարիքը չկար։ Սա ոչ շատ բարակ է, ոչ շատ հաստ է, համենայն դեպս հարմարավետ է ու մի հատ թեթև ջինսե տաբատ եմ ասում բաճկոնի հետ իդեալական էր սիրելիներս, բայց եղանակն է տակ, դրա հետ է կապված, այսպես արևոտ եղանակ է։ Մենք այն դիմացի հատվածում ենք տեղափոխվելու ապրելու դիմացի հատվածի ամենաառաջին պատուհանը որ կա փակ ցածիչեցված այդտեղ Մաման ինձ այս վերջերս մենակ է թողել, սուրճը պատրաստում եմ ինքս, խմում եմ մենակ ինքս, որովհետև ինքը չի խմում։ Մի փոքր այս վերջերս արյան ճնշման հետ խնդիրներ ունի, տատանվում է, բարձրանում է ու վախ է երևի առաջացել, չի խմում։ Ասում մամա, արի այսօր ինձ ընկերակցի էլ ինչ կլինի, թեպետ առանց կաֆեին պարունակողներ եմ գնում, բայց միևնույն է վախ ունի։ Ասում են լավ, որ դնես ընկերակցեմ, բայց մի փոքր կես սուրճի բաժակ, ասում դե այդպես չի լինի, ինձ լքել մենակ թողել, տխուր է, հա, որ կողակից ընկերակից ավելի ճիշտ չես ունենում ու մենակը ես խմում, կես կատակ, կես լուրջ։ Pero me la habré para probar. Che. Tenemos a una jirafa muy especial No. en el jardín y Էդի համել դու չես սիրի, ես էսի կեի ուտում, էդի չէի ուտում։ es muy joven. Այս երեխաները ոնց որ փոքրիկ մոնստրիկներ լինեն։ Հենց տեսնում են շոկոլադ, վազելով կգա, բայց երբ որ պետք է հաց ուտի, չէ, մի բուջուրի կտոր ես քեզ կտամ, մի արա։ Աղջիկներից եկանք տուն, գնացել ենք մեր նոր տան ընթացքը տեսնենք ուր ենք հասել, ուր չենք հասել։ Այնքան ցուրտ էր սարած բոլորս տուն եկանք, խմորը բավականին հասունացել է, դուրս գալուց առաջ մի հատ ցած բերեցի, միևնույն է նույնպես այսպես հասունացավ, տեսեք, ուղղակի չեմ ուզում ձեռքով ձեռք տալ, որովհետև ինքը մի փոքր այսպես մտածված ջրիկ եմ իրեն պատրաստել, որ ավելի փափլիկ ստացվի։ Ահա, վերջ խնդրեմ։ Հիմա սա 3 գնդի կբաժանեմ, 2-ը կանենք վիչինայով եւ պանրով, մեկն է կանենք պեպերոնի։ Կրիստինան այդպես է սիրում։ Չէ, Ցիցին ջան։ Մաղջիկ։ Չէ, ձեռք մի տուր, որտեվ ջրի կա քաղցրես։ Բա դու այսօր բարևել ես աղջիկներին, մի հատ կբարևես։ Լավ ես։ Մի հատ գնա ձեռքի հետ լվանոր։ Այդպես ձեռք մի տուր, օճառով, լավ։ Ես եկեք պատրաստեմ, մի փոքր ծիթայողով պատում եմ ձեռքես, նախորոք լվացել եմ, խնդրում եմ հանկարծ ոչ մի ավելնորդ մեկնաբանություններ չթողնեք, հիմա մեկ գունդը, այսպես մի թեթև վերածում են գնդի, այսպես, ու դնում ենք մի կողմ դեռ, 3 գնդի ենք բաժանելու։ Սա այն որ արագ ժամանակվա խմորն անես, անգամ ես մտածում եմ, գիտեք ինչ կարելի անել, խմորն անել, հասունանա, պիցայի տեսքը տալ, վրան պատել տոմատի մածուկով, եթե սառցախցիկում տեղ կա, հենց այդպես դնել սառելու։ Քո ուզած ժամանակ, եթե դուրս բերում, սիրելիներս իմ կարծիքն է դա, գրեք տեսնեմ համամիտեք թե ոչ։ Ճիշտ է, մի փոքր ժամանակատար է, բայց այսքանին օգտագործել ենք կես կիլոգրամ ալյուր, քիչ է, երևի ավելի քիչ։ Դրա փոխարեն 1 կիլոգրամ կարող ես անել, 3 հատը սառեցնել սառցախցիկում, քեզ պետք եղած ժամանակ ուղղակի դուրս բերել, վրան պատել այն բաղադրիչներով, որը որ նախընտրում եք ու տեղափոխել ջեռոց։ Ես կարծում եմ իդեալական կստացվի, ինչ կարծիք եք, գրեք տեսնեմ համամիտեք թե ոչ։ Հիմա մի փոքր կրկնակենք ու անցնենք առաջ սիրելիներս։
Զուգահեռ Երիկի ճաշիկն էի տաքացնում, բերեցի այն կողմ, որ շատ չտաքանա։ Այսպես, հիմա սա։ Գիտեք չէ, որ իդեալում պիցայի խմորը այսպես ձեռքով պետք է բացել։ Սովորաբար շատ դեպքերում այդպես եմ անում, բայց որ ավելի արագ ստացվի, գտնակի օգնությամբ ես բացում, որտեղ պիցան պետք է այսպես ձեռքերի օգնությամբ բացել։ Այսպես պտտելով, դե իհարկե ես այսպես վարժ չեմ կարող անել, բայց ստացվում է։ Բայց այսօր կրկնակով կանեմ, որտեղ երեխաները սոված են, սպասում են։ Ահա։ Այստեղ բերենք ու անցնեմ գործի։ Ասեք, որ տնական պատրաստած պիցայից համեղ բան չկա սիրելիներս, իմ կարծիքով այդպես է։ Պղպջակներով հարուստ, փափլիկ, տնական պատրաստած, գիտես գոնե ինչ են ուտում հա երեխաները։ Սիրելիներս, անհամբեր սպասում եմ մեր տեղափոխությանը, շատ բան չի մնացել, բայց այն գլխավոր խնդիրներն են, որ պետք է պատուհաններ, դրանք փոխվեն, անհամբեր սպասում թե դա երբ է լինելու, որ տեղափոխվենք, որտեղ արդեն ես եմ այս սպասողական վիճակից հոգնել։ Արտուրին ասում, Արտուր կհավաքես մեր սենյակի պահարանը, ասում են այսօր հանգստանամ էլի, մի հատ կիրակի ունեմ, այն էլ ուզում եմ հանգստանամ, լավ, հասկանում եմ ինչի նկատի ունես ու դրությանդ մեջ մտնում եմ։ Ահա սերնես, այս հատվածում ինչու անցք բացվեր չեմ հասկանում, ոչինչ, հոգ չէ, սել այսպես, մի հատ ձեռքով այսպես շարժենք, վերջ տեղափոխենք սկուտերի վրա ու դրենք և տելու այստեղ այս խմոր այնքան եմ սիրում իմ արիքում կարող այս խմորով կարող ես և կարկանդակներ պատրաստել և պիցա պատրաստել տարբերություն չկա շատ համեղ փափլիկ ու օրիգինալ խմոր է վերջի պատենք տոմատի մածուկով, նախքան այդ մի հատ լվամ ձեռքերս, հետո նորանցնեմ աշխատանքս շարունակեմ։ Սա եմ դնում վրան, իսկապես շատ լավն է սիրելն է, սրանից լավը, ես այստեղ դեռ չեմ հանդիպել, մեր կարոնայի արտադրանքն է ու իդեալական հավաքի շատ լավն է, անպայման խորհուրդ եմ տալիս սա գնել, ես թվում է, ցուրտ է, խմորը ետ է կծկվում, գիտեք, բայց դե ոչինչ, այսքանն է բավական, էլ չեմ ուզում շատ խաղ անել խմորի հետ, կծկվում ետ է գալիս, այս էսպես, հիմա, առատ մոցարելա եմ դնում ներքևի շերտում, մոցարելան բերեմ, ներեցեք, որ այսպես ասել խոսելով եմ անում, սիրելիներս, կարծում այսպես ձեզ ավելի հաճելի է, ինձ էլ հետո մոնտաժելուց իզուր երաշտություն չեմ դնի, որտև գիտեմ, որ դուք էլ հաճույքով եք նայում, այսպես ճիշտ է ես չեմ երևում, ինձ ներեցեք, որովհետև հարգելի պատճառն է, չտարծիվս երկարը փչացել է, անսարք է, ունենք փոքրիկը, այդ փոքրիկով այսպես դիմանում ենք մինչև որ մեծը կգնա, ահա, մեծն էլ Երիկն է էլի փչացրել, ահա, նեսել այսպես, վրան դնում ենք հիմա խամոնը, բեյկոնը չէ ներեցեք, վիչինը, ապոխը և նորից պատում ենք պանրով ու տեղափոխում ենք նախապես արդեն ջեռոցը միացել է ոչինչ տաքացվի ու տեղափոխում ենք ջեռոցի մկրատով կտրատեմ ու հենց այսպես էլ առանց կտրատել թեկուս կարող ենք դնել, գիտեք,
Մեկը մենք ենք ուտելու, եթե անկեղծ լինեմ։ Կգտնվեն հիմա մարդիկ, կսկսեն քարկոծել, վայ աղջիկ, այդ ինչ արեցիր եւ այլն, բայց հանգիստ եղեք։ Մեր տան համար է, ինձ սովոր է, այնպես որ սա էլ էսպես։ Վիկտորիաս հիմա կնեղանա, ճիշտն ասած, եգիպտացորեն ոնց որ թե մեր տանը վերջացել է, ու դա ինձանից չէ, միշտ փորձում եմ տանը այսպես պահեստային ուտելիքները պահպանել։ Թե ոնց է եղել վերջացել, ու ես դա չեմ նկատել, փաստը մնում է փաստ սիրելիներս։ Բայց դե կա այն ինչ որ կա։ Սա էլ վերջ։ Մի հատ էլ ինձ թվում է պետք կգա։ Երկու հատ, երկուական եմ դնում, որ ավելի այսպես հագեցած լինի։ Ահա, վերջ, այսպես։ Հիմա վրա նորից բաներին ենք ցողում, այսպես, ու տեղափոխում ենք արդեն ջերած, որտեղ ջերածունի լավ տաքացել է։ Մեզ է սպասում, ասում է, ուր եք սպասում ենք ձեզ։ Ես շատ սիրում եմ պաներով, այսպես պաները ծորեմ, Վիկտորիան կտեսնենք ասում, մամա, իմ ոնքել չեն սիրում։ Ահա սիրելիներս, այ այսպես։ Սիրելիներս, մեկը չհասցրեցինք, առաջի պիցան եկան Էրիկն ու Վիկտորիան տարան, ու Վիկտորիան կանչում է Կրիստինա, արի քո պիցան, ասում սպասեք, թողեք նկարեմ, գոնե սա արդեն ինձ մոտ պատրաստ է։ Սա էլ Կրիստինայի սպաժինն է։ Գնանք ուտենք, ձեզ էլ մաղթում եմ բարի ախորժակ, կհանդիպենք հաջորդ կադրում սիրելիներս։ Այս պիցան 2 կես եմ արել, մի հատվածում դրել եմ լոլիկը, հետո թունաձուկ, ձիթապտուղ, սև և սոխ, վրա նորից պատել եմ պանիրով, իսկ այստեղ էլ վիչինա է, ձիթապտուղն է և պանիրն է, սա էլ այսպես, ճաշեցին, վերջացրեցին, այստեղ երեխաների վաղվա դպրոցի նախաճաշն եմ դրել, սենդվիչ է, խաղող, կաթ և փոքր ընդեղ են, ամեն մեկը մի բան է սիրում, ամեն մեկին տարբեր եմ դեր, գնացել Այրիկին հացարնի գապալ, սա էլ էսպես սիրելիներս։ Amarillo, amarillo, más, más. ¿Cuál vas a coger? Verde. Verde. Muy bien, campeón. Verde. Muy bien. Rojo. Rojo. Naranja. ¿Dónde está el naranja? Muy bien, Eric, el naranja. Qué bien, campeón. Naranja. Muy bien. Azul. Amarillo. Verde. Rojo. Y por último, naranja. Manzana, rojo, verde y azul. Chuchu. Chucu, 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 chucu. ¡Wow! ¡Ha descarrilado, Eric! Chucu, chucu.
3, 4, 4, 5 y 6. Bien, campeón. ¡Qué bien! Pepino. Tomate. Tomate. Muy bien. Huevo. Muy bien. Cebolla. Carne. Y pan. No, no lleva queso, lleva pan. Muy bien. Venga, ahora vamos a hacer esta. Esta. Venga. Uy, 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 que se nos escapa. Mira, ahora esta. Cebolla. Tomate. Huevo. Uy. Carne. Queso. Y el pan. Pedido listo. Muy bien. Ahora vamos a hacer pepino. Tecno, Pepino. tecno. Sí, es pepino. ¿Y eso qué es? ¿Tomate? Carne. Սիրինես, բարի ուշ երեկո, բոլորը քնած են, գործերը վերջացրել, մոնտաժն է անում, հետո մեկ էլ տեսեմ ներքևի հատվածում կա հոլովակներ, որ Էրիկի պարապմունքի տեղից է տվյալ աղջիկով պարապում է իր հետ, ուղարկում է, որպեսզի ես տեսնեմ, քանի որ ես հիմա չեմ կարողանում տանել, մաման է տանում, որպեսզի ես տեսնեմ տվյալ օրը ինչպես է անցկացրել իր աշխատանքը Էրիկի հետ ու Էրիկը ինչ է արել, ասածս ինչ է, ու ձեր մեկնաբանությունները կարծացի, որտեղ որ շատ այդ եք ասում, որ փոքրիկի մոտ բավականին տարբերություն, ես էլ եմ նկատում տարբերություն, բայց այն որ չեմ ուզում շատ ուրախանալ, չգիտեմ, երևի կհասկանան շատ մայրիկներ, երբ որ ինչ-որ մի բանի վրա սկսում ես ուրախանալ այդ առումով, մեկ էլ տեսնում ես հենց կանգ է առնում ինչ-որ բան, բայց դա դրա հետ կապ չունի սիրելիներս, ուղղակի անընդհատ պետք է պարապել, անընդհատ երեխաների ուղեղը պետք է մարզել, կապ չունի, լինի սովորական, լինի մի փոքր, այսպես տարբերվող, ամեն տեսակ երեխաների հետ էլ պետք է օրվա մեջ պարապել։ Ցավոք սրտի մեր օրերում այս գաջետները, որ ինչքան էլ փորձում ես կտրել, միևնույն է, իրենք ժամանակը գտնում ու իրենց նանում են, բայց ինչ որ վերաբերում է Էրիկին, բնականաբար ես էլ եմ նկատում այդ տարբերությունը, հուսանք Աստված վերևում ամեն բան լավ կլինի, հավատացեք, միտեղ դժվար է լինում այդ երբևիցե ես դա ցույց չեմ տալիս ու կարծում որ դա իմն է, հետո դա չեմ ուզում որպես կավլիցի, որպես այդպիսին ինչ-որ երեխայի հետ լուրջ բաներ չկան, բայց միևնույն է, ինչ-որ բաներ էլ եթե կան, ես միշտ ասում եմ, դա իմն է, ուղղակի հուսահատվել չկա, լինում է այնպես մի օրեր, որ այսպես փոքր նյարդային, այսպես ծիկեր ես ունենում, որ դե մայր ես կներվես, կմտածես այս կամ այն, բայց հետո ես հասկանում եմ, որ ես ոչ առաջին եմ, ոչ վերջին եմ ու պետք է փառք տալ Աստծուն, որ երեխան առողջ է, ունի ձեռքեր ու ոտքեր, կարողանում է շարժվել, կարողանում է ուտել, հասկանում է քեզ,
իսկ այդ խոսալը ու շփվելը, հա, ժամանակի հարց է, օրինակ ես էլ, եթե անկեղծ լինեմ, մինչև 8-9 տարեկան ոչ ոքի հետ չեմ շփվել, մանկապարտեզ գնացել եմ 3 տարեկանից մինչև 6 տարեկան, վերջի 2 ամիսն եմ սկսել սիրով հաճախել, հա, երբ որ արդեն 6 տարեկան ամառային արձակուրդներ պետք է դպրոց հաճախեի, ինչու այդպես եղավ, վերջի 2 ամսում, այսինքն մարտ, ապրիլ, մայիս ամիսներին մի աղջիկ երեխա եկավ, որ ինձ պես սկսեց լաց լինել, չէր ուզում խումբ մտնել, հա, ու ես այսպես կուչ եկած պատի մի անկյունում նստած վազելով եկել եմ իր ձեռքը բռնելու, ինչպես ոնց որ սենց հարազատ հոգի քեզ գտնել։ Ու դրանից հետո սկսել եմ սիրով հաճախել, բայց նախքան այդ միշտ լաց եմ եղել, տատիկիս եմ խնդրել, մայրիկիս, որ չտանի, այսպես փաթաթվում էի տատիկիս ոտքերին, խնդրում եմ, որ ինձ չտանեն մանկապարտեզ, խեղճ տատիկս էլ նեղում, ասում էր, ախր մենք աշխատանքի ենք, դու ուր ես մնալու մենակ, հա։ Գնում էի մանկապարտեզ, կուչ էի գալի մի պատի անկյունում, ոչ ուտում էի, ոչ խաղում էի, ոչ մի բան։ Քնելու ժամին էլ այսպես ծածկոցը ծածկում էի դեմքս ու սպասում էի երբ է ժամը 4-ը լինելու, որ մայրիկս այսպես աշխատանքը վերջացրած վազելով գար իմ ետևից։ Ասածս ինչ է, հետո դպրոցում արդեն քիչ-քիչ բացվեցի, ցավոք սրտի այդ աղջիկ ընկավ իմ հակառակ դասարանից, այդտեղ մի փոքր ստրես ապրեցի, բայց հետո արդեն անցավ։ Իսկ միջ այդ հիշում եմ մեր բակը սեփական տներ, բոլորը դուրս էին գալիս, այն ժամանակ դե այսպես չէր, հայց գաջետներ, հեռախոսներ, հա չկար, այն ժամանակ հիշում եք, չէ, գունավոր կոնֆետի թղթերով, այսպես ինչ էին ասում դրան աղջիկներս, ճամբար էին կազմակերպում, խաղեր, հա, հավատացեք դուրս չի գալիս, դրան արանքից ինձ հետաքրքիր էր, այսպես փոքրիկ անցքի բացում նայում էի, հենց նկատում էին ինձ, կանչում էին, թե բարի խաղանք, դուռը փակում ներս էի մտնում, բայց ինձ հետաքրքիր էր իրենք ինչ էին անում, բայց որպես այդպեսին գնալ խաղալ, այդպես շատ փակ, կաշկանդված երեխա, թեպետ խոսքս տեղն է եղել ժամանակին, հա։ Ինչ եմ ուզում ասել, երբեք չես կարող ասել ինչ կլինի, բայց ինչ որ վերաբերում է, նաև գենն էլ շատ խոսում եմ, որովհետև եթե համեմատենք ինձ, ես այսպես չգիտեմ ինչպես եղավ, որ փոխվեցի, որովհետև նախքան այս խոհանոցային ալիքներն էի, երբ անգամ չի էլ խոսում, ուղղակի նկարահանում էի, տեքստներ գրում ու վերջ, չի պատկերացնում, որ ես կարող եմ այն էլ վլոգ վարել, հա։ Ինչ վերաբերում է ամուսնուս, ես երեկին շատ մեկ նման ասում եմ Արտուրին, որովհետև բնավորության գծերը շատ նման են, Արտուրն էլ այսպես չխոսքան, իրեն որ այսպես կողքից նայեկը թվա շատ կոպիտ ու գոռոզ, բայց ինքը այդպեսին չի, իր բնավորությունն է այդպեսին սիրելն ես, արտաքինից կթվա թե նա այդպեսին է, բայց չէ, ես ասում եմ մեծ փոքր երեխա, ով շատ դեպքերում Երիկին ինքը շատ չխոսքան է, ասենք դուրս կգանք սկզբոսնենք, ես կհարցնեմ, կխոսեմ, ասում դե Արտուր, մի բան էլ դու ասում դե դու ասում ես, ես էլ լսում եմ։ Ինչ վերաբերում է պուճուրին, պարապել անկասկած պետք է ու խորհուրդ եմ տալիս այն մայրիկներին, որ երեխան 1 տարեկան է, չունի խոսք, հրահանգները չի կատարում, անվանը չի արձագանքում, շատ ուշադիր լինել։ Ես իմ փոքրիկի մոտ դա դեռ նկատել եմ շատ վաղուց, երբ որ 8-9 ամսական էր, երեխան կտրուկ փոխվեց։ Իհարկե իր մանկական բժիշկը ասում էր մի սպասեք, ոչ մի բան չկա, կանցնի, եթե չանցնի էլ հետո արդեն մանկական երթաբանը կզննի, մինչև դա հերթ հասավ մեզ, արդեն երեխան եղավ 2 տարեկան, թեպետ ես այդ ընթացքում հաճախել եմ վճարովի, նևրոպաթոլոգի մոտ, հաճախել եմ լոգոպեդի մոտ, ովքեր որ ինձ դիտում են կհիշեն, որ գնում էի գնացքով մի լոգոպեդ կար, որ շատ էին խորհուրդ տալիս, խոսքով սիրելն ես, սա այն ճանապարհն է, որը որ դժվար է, բայց պետք է անցնել ու վաղահասարակ մամաս կլսի առանձնահատուկ
առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մամայիս, որ այսքան ինձ ուժ ու թևեր է տալիս, որովհետև այն աշխատանքը, որ այդ տիտանական, որ ինքն է կատարում, որովհետև ես հիմա աշխատում եմ, չեմ կարող երեխայի հետ վազել այս կողմ այն կողմ, մաման ես տանում եմ դպրոց, մաման դպրոցից վերցնում է, տանում է մի պարապմունքից մյուս պարապմունքին, ետ է բերում դպրոց կամ այսպես ամեն օր վազքի մեջ։ Մի ուրբաթ օրն էինք ազատ, այն էլ ուրբաթ օրը վճարովի տեղ, որտեղ որ հաճախում է, ինչպես են հայերեն դա անվանում, ներեցեք չեմ հիշի, այստեղ կոչվում է օկուպասիոն թերապիալ, այսինքն վիդեոն հիմա կտեղադրեմ, դու կհասկանաք, հա, ինչ է հաճախում երեխան, Էրիկը հաճախում է լոգոպեդի եւ այդտեղ հաճախում է անվճար շաբաթական 2 անգամ լոգոպեդ եւ օկուպասիոն թերապիալ եւ հաճախում է վճարովի 2 անգամ շաբաթական։ Ամեն պարապմունքը արժե 140 եվրո։ Ասածս ինչ է, մայրիկներ, մի հանձնվեք, գիտեմ դժվար է, բայց հավատով եղեք ու դուք էլ աշխատեք իրենց հետ, անընդհատ, եթե ամեն օր չեք կարող, գոնե շաբաթական 2-3 անգամ պրպտեք, գտեք այնպիսի խաղեր, որ երեխայի ուղեղը կմարզի, կսկսի մտածել, որ ուշադրությունը կկենտրոնացնի, ձեզ կթվա դա ոչինչ է, բայց ժամանակի ընթացքում կտեսնեք, որ արդյունք տալիս է։ Ես ձեզ մի բան եմ ուզում ցույց տալ։ Սիրելիներս, ու հետո մաման եկավ միտքս կտրվեց, ինչ է ուզում ասել, Կրիստինայի ժամանակով է մնաց ու արդեն հետո Էրիկի ժամանակով ինքը սա երբեք մատով դա ցույց չէր տա, իսկ արդեն 2-3 ամիս է, որ դու հարցնում ես, այսինքն քո հրահանգը ինքը հասկանում է, հարցնում ես որտեղ է շունիկը, ման է գալիս, ես նայում հայացքից, ման է գալիս ու ձեռքը դնում է շունիկի վրա, որ ասում ես որտեղ է արջուկը, ման է գալիս, նորից դնում է, ասում ես որտեղ է ու այսպես շարունակ, այսինքն լավն այն է, որ երեխան հասկանում է, եթե կան մասնագետներ, որ դիտում են, կխնդրի ասել լավ է, թե նորմալ է այդ բառադան, բայց ես արդեն ես ամեն ինչի մեջ այսպես ծեծված մամա գիտեմ, որ դա շատ լավ նշան է, մանավանդ, որ երեխան մատը օգտագործում։ Ինչ է սիրելիներս, ուշադիր եղեք այդ ամեն ինչին, եթե չկա, չեմ ասում անհանգստացեք, բայց դիմեք ճիշտ մասնագետի ու հավատացեք, եթե ես ապրեի Հայաստանում, հիմա տղաս արդեն 1% անգամ չեր նշմարվի, որ ինքը ունի ինչ-որ փոքրիկ խնդիրներ։ Դա ասված, եթե ստացվի այս տարի ամռանը գանք, երկար փորձենք մնալ, այդտեղ էլ կհաճախեմ, բայց հույսս մեծ է, որ մինչև այս տարի ամռանը մենք գալ հասնել Հայաստան, ամեն բան լավ կլինի, ու այս անգամ կգանք ավելի շատ հանգստանալու, թեպետ այս տարի ամռանն էլ են եկել, բայց մեկ շաբաթով ինչ հանգստանալ եկանք, այս ապարատները դրեցինք Արտուրի խնդիրներով, մի խոսքով։ Լավ սիրելիներս, ուզում եմ բոլորիցս շնորհակալություն հայտնել, չեմ հասցնում մեկնաբանություններին պատասխանել, բայց սրտիկում եմ բոլորիդ, որ հասկանաք, որ կարդացել եմ, շնորհակալ եմ ու այսպես բոլորիցս իմ շնորհակալությունն եմ հայտնում, որ կաք, որ ինձ սիրում եք, գնահատում եք, դիտում եք, բոլորիդ կխնդրեմ, ովքեր չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեն, սեղմեն զանգակոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ նոր վլոգները։ Դե ինչ, գնամ հանգստանամ ուշը 2 շաբթի, նոր շաբաթ, վազք, դաս, պարապմունք, աշխատանք, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում սիրելիներս, բարի գիշեր։